եմ հենց որ գա ժամանակը անունները տալու, ես այդ անուններն էլ կտամ, որովհետև տենց չի կարելի, որովհետև խաղը չի կարող մաքուր չլինել։ Քաղաքասարակությունը մեր պետության ամենաուժեղ, ամենակայացած գործիքներից մեկն է։ Մենք կարողանում ենք մեր ներսում նաև սատարել նրանց, ովքեր դրսից էին գալի մեզ մոտ։ Մենք մեր իրավունքները փորձում ենք հնարավորինս մաքսիմալ պաշտպանել, մենք փորձում ենք մեր պրոյեկտները ժողովրդավարության ուղղված, արդարադատության համակարգի փոփոխության ուղղված պրոյեկտները առաջ տանել, ու պլյուս ասում եմ հələ դրսից փախածներն էլ որ գալիս են ուրիշտեղ ճնշումների են ենթարկվում, գալիս են դրանց էլ ստեղ ենք փորձում պաշտպանել։ Հիմա մեր քաղաքասարակությունը սկի սեփական ժողովրդին չի պաշտպանում։ Իմ կռիվը քաղաքասարակության հետ դրա մեջ է, ես ոչ մեկի ոչ տանն եմ վայսելնում, ոչ փողին եմ վայսելնում, ոչ սրտնեղում եմ ինչ որ բանից։ Աստված բոլորիդ 1000 տարվա կյանք տա, ճոխ ու ծոփ ու շվայտ կյանքով ապրելու հնարավորություն տա, բայց պետությունը դնես, պետականությունը դնես կասկածի տակ։ Դե պետք է օրինակ անհատներ կան, որոնց կենսագրությունը ու անցած ճանապարհը, կൂട്ടակած ունեցվածքը պետքա միանշանակ ստուգվի։ Դրա համար ես ասել եմ, լուստրացիան, ես խոսում եի ու տևական ժամանակ խոսել եմ լուստրացիայի մասին։ Ասել եմ, որ ես առաջարկում եմ այլևս քաղաքասարակությունից սկսել Այն ժամանակ ես քաղաքասարակության ներկայացուցիչ առաջարկել եմ սկսել քաղաքասարակությունից, ավելին առաջարկել եմ սկսել ինձանից, եթե ես եմ ամենաշատ ասում այդ անտեր լուստրացիայի մասին խոսացողը, սկսեք ինձանից, ես պատրաստ եմ։ Բայց այդ process-ով պիտի անցնեմ բոլորը այդ դեպքում։ Պիտի անցնեմ բոլորը ու դա պիտի չանի Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը, դա Դանիել Օնեսյանը պիտի այդ հանձնաժողովի մշտական եւ պարտադիր անդամը պիտի չլինի, Սիսակ Գաբրելյանը պիտի չլինի, դա պիտի իսկապես լինի անկախ մարմին, որը կգա ցույց կտալու ժողովուրդ, ասում եմ, նա տեկեք հասկանանք ով ինչ անում, ով իր տեղում չի, որովհետեւ ով ինչ խնդիր է լուծում։ Տեսեք, անուն չտամ, բայց կան լրատվամիջոցներ, որոնք ստեղծված են կոնկրետ, հա, դրսի ֆոնդի բանով։ Կոնկրետ Այդ ֆոնդը հենց որ որոշեց այդ չի փակում, ինքը չի լինելու կամ բան։ Հարցը դա չի, ինքս էլ բան եմ անում, բայց երբ որ հետևում եմ կամ բան։ Բայց երբ որ հարցը գալիս է, խոսում են, ասում են, մամուլը պետք է թափանցիկություն, հա շատ լավ։ Եթե օրինակ ասենք թե X մամուլին հայկական որևէ հայաստանյան որևէ գործարար է աջակցում, կամ ինչ որ անհատ է նվիրատվություն անում, կամ ինչ որ բան են անում, կոռուպցիա։ Իսկ եթե օրինակ ասենք թե Սորոսներն ու չգիտեմ ինչերն են անում, չէ, դա ինչ կոռուպցիա, դա բան են, ազատ են, Իվան ասեմ, այնքան մենք շատ վատ ժամանակներում, մենք շատ ծանր ժամանակներում ենք ապրում, բայց այնքան բան ջրեր էս դուրս եկավ, այնքան բան պարզվեց, այնքան դիմակներ պատրվեց, ասում եմ մնում է հասնենք այդ ուրիշ բան չպատրվի ստեղ